Սիրելի ջրհոսներ, այժմ անդրադառնամ ձեր նշանին, ներկայացնելով փետրվար ամսվա համար կանխատեսումը, բարի օր, եւ նշեմ, որ սա վերաբերում է ոչ միայն արևի նշանով ջրհոսներին, այլ նաեւ ասցենդենտի նշանով ջրհոսներին, իսկ ասցենդենտի նշան իմանալու համար պետք է իմանաք ձեր ճշգրիտ ժամը, եթե չգիտեք, այն հաշվարկվում է մեկ անգամ, դա ընդմիշտ։ Եվ այսպես դուք 6-րդ տեղում եք եւ պահպանել եք ձեր 6-րդ տեղը եւ ինչն է հետաքրքիր, որ ձեզ բաժին ընկավ հենց ձեր մոլորակը այսօր Ուրանի օրն է իմ օրացույցով եւ ընդհանրապես ձեզ համար սիրելի ջրհոսներ շատ կարևոր է փետրվար ամիսը, բացի նրանից, որ ձեր մոլորակը դառնալու է, Ուրանը դառնալու է ուղղընթաց, հա, Մերկուրին, Վեներան փոխելու են իրենց նշանները, Մերկուրին դառնալու հետ ընթաց կամ ասենք Սատուրն է մտնելու խոյի նշան, այլ նաև արևի ուղղակաձև խավարումն է, որ տեղի ունենալու ձեր նշանում ահա այսպիսի իրադարձություն եւ ձեր հակադիր նշանում էլ տեղի ունենալու լիալուսին, այսքանով կարևորվում է ձեզ համար փետրվար ամիսը եւ այսպես ես թերևս սկսեմ ուրեմն լիալուսնից ի դեպ հիմա ձեր ուրեմն 5 մոլորակ գտնվում են ձեր նշանում, դրանք բերում են ուրեմն իրենց էներգիաները եւ այստեղ մոլորակների շքերթ եղավ եւ հետաքրքիր է թե ասենք յուրաքանչյուր ունեք բնականաբար ձեր անձնական քարտեզը, մոլորակների դասավորությունը եւ արդեն դրանք ինչ բերեցին ձեր կյանք, այսինքն ինչպիսի հարաբերություններ եղան, ինչպիսի իրադարձություններ եղան, դա ինչպես ասացի ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, բայց միանշանակ այդ իրադարձությունները եղել են եւ իրենց տրամաբանական ավարտին են հասնում, թեկուզ որոշումների տեսքով, թեկուզ գործողությունների տեսքով փետրվարի 2-ին ահա երբ կատարվում է լիալուսինը Հայաստանի ժամանակով գիշերը 2:09 3 14 աստիճանում արևև լուսինը կհակադրվեն եւ լուսինը արևը կգտնվի ձեր նշանում, լուսինը կգտնվի ձեր հակադիր նշանում եւ ցանկացած հարցեր, որ դուք ունեք, ես կարծում եմ շատ հարցեր կունենան, այդքան մոլորակ որ հավաքվել է, ուրեմն լիքը հարցեր կան, որ պետք է կարգավորեք եւ բոլոր դեպքերում կունենաք ընդհանուր պատկերացում, թե դա ինչպես է ուրեմն լինելու կավարտվի այդ թեման եւ փետրվարի 17-ին արևև լուսինը կմիավորվեն 29 աստիճանում Հայաստանի ժամանակով 16:00-57-ին եւ սիրելի ջրհոսներ ձեր նշանում է լինելու արևի ուղղակաձև խավարումը, որից հետո մենք գտնվելու ենք խավարման միջանցքում եւ դրան կհաջորդի արդեն մարտի 3-ին լուսնի խավարումը, ամբողջական խավարումը, որը կլինի ձեր ֆինանսների տանը այսպիսի ուրեմն իրավիճակ է եւ կարծում եմ, որ կարևոր իրադարձություններ են կատարվում ջրհոսների կյանքում կամ ոմանց մոտ արդեն դա հիմա հենց կարող է եւ դա լինել եւ ընդհանուր ջրհոսների կյանքում ուրեմն փոփոխություններ են կապված ֆինանսների հետ եւ այստեղ հնարավոր է որ ուշադիր եղեք ձեր ֆինանսների հարցում հնարավոր է որ լինեն կորուստներ եւ խելացի պարզապես ծախսեք սա շատ կարեւոր է որպեսզի դուք խելացի ծախսեք ձեր գումարները եւ այդպես գիտեք այդ կորուստը ինքը լինի արդարացված, այսինքն ոչ թե կորուստ, այլ ծախսը լինի արդարացված, այսպես ասենք եւ գիտեք ուրեմն ֆինանսական հարցերում լինում եք շատ զգուշ խավարման միջանցքում եւ ընդհանրապես երբ փետրվարի սկզբից ես կարող եմ ասել փետրվարի սկզբից փետրվար-մարտ այդ երկու ամիսը պարտադիր ուրեմն ֆինանսների հարցում լինում եք շատ ուշադիր, որովհետև ֆինանսներ կորցնելու բանկերի հետ հարցերում այդ վտանգը մեծ է եւ դուք պետք է անպայման վերլուծեք, հասկանաք, չշտապեք, էմոցիաների չտրվեք, որպեսզի գումար չկորցնեք։
եւ ուրեմն ուսումնասիրեք դաշտը եւ հասկանաք ինչ եք անում, ինչպես եք անում եւ ինչպես որ ասացի, թող ձեր ծախսերը լինեն արդարացված։ Այս մասին շատ կարեւոր է, եթե դուք չվերլուծեք, բնականաբար արդարացված չեն լինի եւ կունենա կորուստներ։ Իսկ ես դες նախապես զգուշացնում եմ, նաեւ Վեներան է մտնելու ուրեմն փետրվարին կմտնի ձեր ֆինանսների տուն, բացի Մերկուրիից, որը 26-ին դառնալու է հետընթաց Վեներան ինքը եւ իր կարելի ասել իր տանն է, տան առումով եւ նշանի առումով ինքը շատ լավ վիճակում է, այնպես որ ես կարծում եմ այստեղ ֆինանսների հարցում լավ տրամադրություններ են սպասվում։ Լավ լուրեր են, իհարկե նաև չմոռանանք ձեր անձնական քարտեզում, ուրեմն ինչպիսի մոլորակներ ունեք, ինչ դասավորություն կա, հա, սա չմոռանանք։ Իսկ ընդհանուր առումով Վեներայի մուտքը ձեր ֆինանսների տուն, դա սա շատ լավ է, կարող են ինչ-որ ֆինանսներ գալ եւ դա թող ձեզ ոգևորություն չտա, որովհետեւ պետք է վերլուծեք, հասկանաք, որտեվ այ որ ասացի էմոցիաներին կտրվեք, ոգևորվեք, հնարավոր է այստեղ ասենք ինչ-որ մեկին պարտք տալ, որ դա բոլորովին ցանկալի չէ, հա, կամ ասենք սխալ գործարք անեք ոգևորվելով, սա նկատի ունեցեք, ես ձեզ նախապես եմ զգուշացնում։ Ուրեմն սա այսպես եւ Սատուրնը փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 13 արդեն ինքը վերջնականապես ձեր ֆինանսների տանից դուրս է գալիս, այդ անորոշությունը եւ այլն կարծես թե անցնում է, արդեն դուք գիտեք ինչ եք անելու, կպարծվի, ձեզ համար պարզ կլինի եւ նույնիսկ եմ ասում դա ձեզ թող շատ չոգևորի եւ էմոցիաներին չտրվեք, այդ վտանգը կա։ Եվ իհարկե ձեզ համար շատ այդպես հարմարավետ դասավորություն է, ինքը այդտեղ տեղավորվում է նորից գլոբալ առումով ինքը ձեզ չի խանգարում, ձեզ համար շատ ավելի լավ տարբերակ է սա, իսկ մնացած արդեն պայմանավորված է նրանով, թե ձեր անձնական քարտեզում ձեր մոլորակները ինչ դասավորություն ունեն, որտեղ կարող է լինել այնպիսի դասավորություն, որ խնդիր ստեղծվի բոլոր դեպքերում, ես սա պետք է զգուշացնեմ ձեզ, եւ իհարկե ձեր մոլորակը փետրվարի 4-ին ուրեմն դառնում է ուղղընթաց եւ այն բոլոր հարցերը երկրի, արտերկրի, ձեր հայրենիքի հետ կապված, բնակարանների թեման, տեղափոխությունները եւ այլն, այստեղ կարծես թե մի պահ ինքը կարող է ակտիվանալ եւ 1-2 ամսից հետո արդեն այդ թեման կավարտվի եւ դուք այդ առումով ավելի հանգիստ կլինեք, պիտի որ ավարտած լինեք եւ լիալուսինը եւ արևի խավարումը, այս ամեն ինչը իրենք կարծում եմ կարագացնեն, իրավիճակը ավելի գործողությունները ավելի արագ կլինեն, ձեզ մնում է միայն ուրեմն ֆինանսական հարցում լինել ուշադիր, հարաբերություններում, եթե կապված են ֆինանսների հետ ուշադիր լինել, շատ կարևոր է, ուրեմն շատ ցրված ենք լինում, ձեր դեպքում ասացի եւ էմոցիաները եւ ցրվածությունը, որը կարող է բերել ուրեմն սխալ քայլերի, այնպես որ սիրելի ջրհոսներ, ուրեմն ձեզ 2 ամիս ժամանակ կամ ամիս ու կես ոնց կուզեք, որպեսզի դուք չշտապեք, նոր պայմանագրեր չկնքեք այդ ժամանակահատվածում, կատեգորիկ, այսինքն կատեգորիկ չասեմ, ես խորհուրդ չեմ տալիս, որոշում եք դուք, եւ ցանկալի չէ ու ճիշտ կլինի, որ դուք ուսումնասիրեք դաշտը, չշտապեք եւ ապրիլին նոր կարող եք դիմել կոնկրետ քայլերի։ Սա իմ խորհուրդը ձեզ։ Եվ ես երևի թե այսքանով ավարտեմ, չմոռանանք արևը, որ փետրվարի 18-ին արևը արդեն լքում է ձեզ, դուք նշեցիք ձեր ծննդյան օրերը եւ հիմա ինքը արդեն կմտնի զգանշան ձեր ֆինանսների տունն է եւ դուք այդպես ինքը կօգնի ձեզ միանշանակ այդ մղձավանջը արդեն դժվարություններ իրեն կարծես թե գնում են հոգեպես այդ լարվածություն կար ձեզ մոտ միանշանակ եւ հիմա ինքը արդեն այդ ամեն ինչից դուք ձեր բազատվեք, երբ որ արևը մտնի, դուք արդեն իր մուտքը անպայման ձգանշան երբ կմտնի, որովհետև դրան նախորդում է արդեն
մյուս խանգարող մոլորակներ դուրս են գալիս, խոսքով այդ ելք ու մուտքը այնպես է ստացվում, որ դուք այդ թեթևությունը անպայման կզգաք եւ այդ մասին կգրեք մեկնաբանություններում անպայման, արդյոք դուք դա զգացիք, արդյոք դա այդպես եղավ, կամ այն խորհուրդները, որ ես ձեզ տալիս եմ, ձեզ օգտակար են լինում, թե ոչ, անպայման կիսվեք եւ լայքեք, որովհետեւ արդեն շուտով նրանք, ովքեր ավելի շատ են հետաքրքրված, լայքում իրենց շնորհակալությունն են հայտնում, նրանք էլ հենց կլինեն առաջինը։ Այսպես, այսքանը ես ավարտեմ։ Եղեք լավ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս այսքան առայժմ։